Այս ընտանիքին Ալավերդում հարգում են, դեռևս մեծ պապը ասում են, Օձունից տեղափոխվել է Ձորագետի ափն ու հիմնել Կարմիր Աղեկ գյուղը։ Մի ընկերեք է, մյուս ընկերեք է և գյուղը հիմնադրվել է Կարմիր Աղեկի գյուղը։ Պապիկս ծնվել է Կարմիր Աղեկի գյուղում, Սամսոն Աբգարյան, 50 տարի ղեկավարել է Ալավերդու քարանք։ Քարի արտադրությունը մեր ընտանիքի հիմնական զբաղմունք մասնագիտությունն է։ Հողին ու ժողովրդին նվիրվածությունը պահպանել են ժառանգները։ Տարոն ու Արթուր Աբգարյան եղբայրները ավագների ժառանգածը ոչ միայն պահպանել են, այլև բազմապատկել։ Տարոնը գործարարության ոլորտն է ընտրել, իսկ Արթուրը Ալավերդու միջնակարգն ավարտելուց հետո նույն տարին ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Այժմ մտադիր է գիտելիքները ծառայեցնել Ալավերդցու հոգսերը թեթևացնելուն, բայց դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքապետի ընտրություններում վստահության քվեն տան Արթուր Աբգարյանին։ Ես անձնական շահ այստեղ չեմ հետապնդում։ Եվ ոչ միայն հիմա ընտրությունների, այսպես ասած, քարոզարշավի ընթացքում ենք օգնում մեր քաղաքացիներին, այլև միշտ էլ օգնել ենք, թե ես, թե իմ ընտանիքիս անդամները։ Ուղղակի ընդամենը ընտրվելուց հետո այս խնդիրները ավելի հեշտ կլուծեմ, ավելի մեծ մասշտաբով կլուծեմ։ Քաղաքապետի ընտրությունները Արթուր Աբգարյանի համար նախ հնարավորություն են։ Բազմաթիվ հարցեր, որոնց լուծելը գուցե մեծ դժվարություն չէ, այլ ընդամենը պետք է կամք, Արթուր Աբգարյանը կկարգավորի ընտանիքի անդամների ու ընկերական մեծ շրջապատի հետ թիկունքի։ Մեր ընտանիքը, ինձ, իմ եղբորս, աջակցողներ շատ մարդիկ կլինեն, շատ աջակցողներ մենք կունենանք, շատ բազմաթիվ մարդիկ կան, որ արդեն են առաջարկել ներդրումներ կատարել, աշխատատեղեր բացել, բայց միայն մարդիկ անհանգստանում են, չէ, ով կլինի քաղաքի համայնքի ղեկավարը, օրոք ինչ անեն, այդ լրիվ մարդկանց ներդրողներին ամեն ինչ հետաքրքրում ասեն։ Դրա համար որոշեցինք, որ վստահելի լինի, էներգիայով լեցուն լինի։ Արթուր Աբգարյանին Ալավերդցին դեմքով է ճանաչում։ Այսպես փողոցում կարող է մոտենալ ու պատմել հոգսը, վստահ, որ ձեռք կմեկնի։ Ես էլ ինձ շնորհակալ եմ։ Մի րոպե կարելի է։ Իհարկե։ Կոպերատիվը նայում եք մարդ որ կար։ Այն միջանցքը շատ ամիջա վիճակում է։ Մենք բազմիցս շատ դիմել ենք ղեկավարների։ Եթե այդ հարցերը դուք լուծեք, համարեք լուծած եք։ Դե որ լուծեք, մենք բնակվում ենք կոպերատիվ։ Արթուր Աբգարյանի խոսքի կշիռը ժողովուրդը գիտի։ Ամիսներ առաջ այս փողոցով անցնել հնարավոր չէր։ Այժմ Աբգարյան ընտանիքը անձնական միջոցներով նորոգել ու հարթեցրել է։ Ասֆալտապատելու իրավունք չունեն, այլապես դա էլ կանեին։ Մենք տեսանք, որ եկա ծախսել են, բայց հնարավոր չէ, որ կարենա մի հատ էլ ասֆալտ քաշեն։ Լավ ծախս կլենելած, մեզ էլ լավ օգուտ կլեն տված։ Հիմի ամենայն դեպս այս ճանապարհի համար շատ շնորհակալություն եմ ասում։ Իմ անձնական միջոցներով եմ արել։ Աստված քո ջանը պայի, բայց ամենայն դեպս շատ շնորհակալություն եմ։ Ավելի արդյունավետ կօգտագործել։ Ես ասում եմ։ Մենակ ես չէ, հաստատ ուրիշ խնդիր։ Սա քաղաքի մեկ այլ հատված է։ Ճամփեզրով հեղեղատարն է անցնում։ Ամիսներ առաջ այստեղով քայլել չէր լինում։ Հեղեղատարը աղբով ու փտած ծառերով լցվել էր։ Արթուր Աբգարյանի միջոցներով 18 բեռնատար աղ փանեցին այստեղից։ Այժմ երեխաները հանգիստ խաղում են մաքուր օդում։ Էնենց վիճակ էր, որ մարդ կողքովնանց գնալիս արդեն հոգին դուրս գեր, շնչեր։ Ես 83 տարեկան կնիկ եմ, քաղաքի մեջին ասենց ոչ մի փողոց չեմ տեսած, որ այս փողոցն էր։ Մի շատ մեծապատիվ, չեմ էլ ճանաչում այդ ջայել երիտասարդը ով է, բայց շատ մեծապատիվ շնորհակալություն ենք հայտնում իրանց։ Դիան, մինչև վերևը շուշեր լիքել է դասած մեջը։ Դե հնարավոր չկար դի կանգնելու։ Ես ոչ եմ, բայց այդտեղ որ ժողովուրդը կանգնեն դի։ Մի քանի անգամ որ մաքրելա շատ շնորհակալ ենք, շատ։ Եվ սրան էլ պետք է ընտրենք այսօր որ ստի մաքրելա։ Արթուր Աբգարյանը Ալավերդու համար ավելին կանի, եթե քաղաքապետի լծակներն ունենա։ Այժմ հնարավորությունները սահմանափակ են։ Բնակիչները սեղմում են իրենց նախընտրած թեկնածուի ձեռքը։ Մեծ բան չեմ Մեր թաղամասի, մեր փոքր երեխաներ, ես 14 հատ ծոր ունեմ, որ ուղղակի իմանչում եմ, որ դուրս բերեմ մեզ փողոցով մի հատ մանած եմ։
այս հոտիցը, բայց մի շատ շնորհակալ ենք, որ մաքրել եք, մի ազատ Ես եմ ձեր շնորհակալ։ իրավունք ունենք դուրս Այո, գալու։ քաղաքապետ կընտրվեմ արդեն ամեն տարի Ոստանում, եթե ամեն տարի չէ, գոնե չթողանք էլի այս վիճակին Մենք մեր մարդկությունը կանենք, ինչքան որ մեր Ես էլ իմը կանեմ։ Աշխատասիրությունը Աբգարյանների ընտանիքում ավանդույթ է։ Ավանդույթ է նաև մարդուն հարգելը, անկախ տարիքից ու սոցիալական դիրքից։ Մեր ընտանիքը միշտ եղել է ժողովրդական, մենք միշտ մեր մոտ ընդունված է եղել օգնել ժողովրդին, մի կտոր հացը կիսել ժողովրդի հետ։ Ոչ մի անգամ մենք դասերի չենք բաժանել ժողովրդին։ Ես երեխա էի, երբ որ աշխատողներ եկան հայաթում ինչ-որ գործ անեն, ձեն տվեցի, պապ, բանվորները եկել են, կոպիտ ասած, դե երեխա ես լսում ես, ու ոնց որ Եվ եզակի կյանքում առաջի անգամ հերես ինձ ապտակ է, չի կարելի, նրանք մարդիկ են, նրանք աշխատողներ են։ Նման ավանդույթներից մեկը աշխատել, ստեղծել ու հնարավորության դեպքում օգնել կարիքավորներին։ Մենք մեր գիտակից հասակից միայն նման առիթներ ենք ներկա եղել, միայն նման առիթներ ենք տեսել։ Քաղաքապետի ընտրություններում Արթուր Աբգարյանի առաջադրվելու որոշումը ընտանիքը միասնաբար է կայացրել, խորհրդակցելով ընկերների հետ։ Քննարկել են ու որոշել։ Արթուրի կամային հատկանիշներն ու գիտելիքները ամենահարմարն են այդ աշխատանքը պատվով կատարելու համար։ Արթուրը կրթված տնտեսագետ է, նրա մեջ կա էներգիա, որ պատրաստ է դրան, իր այդ տարիքը ավելի է իրան թույլ տալի, որ այդ ամեն խնդիրներին լուծումը գտնի։ Հետո խնդիրներին Արթուրը իր տեսակետով ուրիշ ձևի է, ուրիշ մոտեցում է տալի խնդիրներին, որ ես չեմ կարող։ Ես իրա մեջ բազմաթիվ անգամ դա նկատել եմ, որ ասենք խնդիր կա, ես կլուծեմ մի ճանապարհով, նա լրիվ այլ ճանապարհով կլուծի, վերջում ստացվում անենց, որ ինքը ավելի ճիշտ պատկերացրեց եւ լուծումը ավելի ճիշտ տվեց։ Արթուրը այդ պայքարող տեսակն է։ Նա վատ բան չի սիրում։ Ինքը դեռ երեխա մանկուց ժամանակից էլ սիրել է, որ ամեն ինչի ճիշտը դրա համար էլ հիմա էլ գտնում է, որ մեր ալավերցիները արժան են ավելի լավ ապրելու։ Արթուր Աբգարյանը վստահեցնում է, ալավերցու կողքին է բոլոր իրավիճակներում։ Որևէ մեկը չի կարող ճնշում գործադրել։ Պետք է քվեարկել այն տեխնացուի օգտին, ում հավատում են։ Իհարկե գաղտնի է մնալու։ Հնարավոր չէ վերահսկել, թե ում է ընտրելու։ Իրենք կարող են իրենց խղճով ընտրել, ոչ մեկ չի իմանա, թե ում քվեարկեց։